Սարգելի գործընկերներ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Տաշիր բարեգործական հիմնադրամին քննադատել է մարզի երեխաներին Երևան կրկես տանելու համար։ Նա հեգնել է, որ բանտարկյալ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունը նախընտրական շրջանում է հիշել երեխաներին։ Մարզպետը խորհրդակցության ժամանակ իր ենթականերից պահանջել է ներկայացնել երեխաներին ցուցակագրողների տվյալները։ Նախընտրական շրջան է, բոլորին պարզ է ու բոլորը հիշել են, որ այս մարզում երեխեք կան։ Բոլորը հիշել են, որ այս մարզում բուժ հիմնարկներ կան, եթե որևէ ցուցակագրման դեպք իմանաք, այդ մարդկանց ցուցակագրեք ու տվեք ինձ հատ-հատ, որովհետև 20 տարի ժամանակ ունեին էլ այդ երեխեքին ցուցակագրելու մանկապարտեզ դպրոցները սարքելու, այդ դպրոցները տներ դառան, հիմա հիշել են 6 ամիս առաջ, որ պետք է այդ երեխեքին կրկես տանեն անվճար։ Մարզպետ Արեն Մկրտչյանը խորհրդակցությունից առանձնացրել էր հենց այս հատվածն ու տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։ Դրանից հետո հայտնի չեղավ, արդյոք իր ենթականները ցուցակագրողների անունները ներկայացրին, թե ոչ։ Մարզպետին գրավոր հարցրել էինք, ինչ խնդիր է տեսել, որ կրկեսի սեփականատիրոջ Տաշիր բարեգործական հիմնադրամը ցուցակագրում է երեխաներին, որ նորաբաց կրկես տանի անվճար։ Մարզպետը պատասխանել է, թե մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացվում են միայն այնպիսի ծրագրեր եւ միջոցառումներ, որոնք երաշխավորված են կրթության նախարարության կողմից։ Հարցրել էինք նաեւ, թե երեխաներին ցուցակագրողներին ցուցակագրելու սպառնալիքի նմանվող պահանջը ինչ էր նշանակում եւ արդյոք արգելված է երեխաներին կրկես տանել, եթե դա արվում է ոչ դասապրոցեսի հաշվին։ Մարզպետն այս դեպքում կարճ է արտահայտվել, թե հրապարակված տեսանյութը լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն չունի։ Հազարավոր հայ երիտասարդներ Փոխարենը մեր ձևով շարժման ակտիվիստ Ալիկ Ալեքսանյանն է արձագանքել մարզի ղեկավարին։ Նա էլ հեգնանքի ոճով հիշեցրել է, որ մարզպետ Մկրտչյանի մայրը Ալավերդիում մանկապարտեզի տնօրեն է, ու որ դեռ տարիներ առաջ Տաշիր գրուպը բազմաթիվ բարեգործություններ է արել նաև նրա ղեկավարած մանկապարտեզի սաներին։ Երբ դու փոքր էիր եւ քո ընտանիքի մեծերից մեկը Լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր, ինչպես միշտ այդ մանկապարտեզի սաները Տաշիր բարեգործական ընկերություններից նվերներ է ստացել։ Քեզ մի խորհուրդ տամ, ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է մեծերի հետ մի հատ դու զրուցի։ Տաշիր ընկերությունը 13 տարի իրեն պատկանող կրկեսի շենքը կառուցելուց հետո այս տարի, երբ հիմնադիր Սամվել Կարապետյանն արդեն բանտում էր, բացեց այն։ 2 ամիս է հայտարարություններ կան, որ կրկեսի առաջին շոուին մասնակից են դարձնում մարզերի երեխաներին։ Մեր ձևով շարժման մամուլի խոսնակ Մարիան Նաղահրամանյանը պնդում է, ոչ միայն Լոռուց, այլև մյուս մարզերից բազմաթիվ դպրոցահասակ երեխաների ծնողներ են դիմում իրենց։ Դրանց հիման վրա են ցուցակներ կազմում եւ իրենց միջոցներով Երևան կրկես հասցնում։ Ծնողները իրենց ցանկությամբ դիմում են եւ խնդրում են, որպեսզի իրենք եւս մաս դառնան այս ծրագրի եւ իրենց երեխան եւս հնարավորություն ունենա վայելելու այդ գունագեղ շոուն։ Երբ այս իշխանությունները իդեմս վարչապետի հայտարարում էին, թե մեր երեխաներին զրկել են կրկեսից, ես ուզում եմ ասել, որ մենք երեխաներին հրավիրում ենք կրկես, նրանց համար ապահովում ենք տոն։ Սոցիալական հարթակներում վերջին օրերին վանաձորցիներն անհանգստություններ են արտահայտել, թե մարզպետարանից նաև ամանորյա միջոցառումներն արգելելու փորձեր են արվել։ Դրանց մասին նախապես մարզպետարանին տեղյակ պահելու պահանջ է դրվել։ Պարզ չէ, արդյոք սա նաև լոռեցի երեխաներին կրկես տանելու նախաձեռնությանն է վերաբերում։ Վանաձորցիներից մեկն անանուն գրառում էր արել, թե ծնողները զայրացած ու անհանգստացած են։ Ճիշտն ասած, արդեն չեմ հասկանում ինչն է պարտադիր, ինչն է պարզապես տեղեկացնելու կարգ։ Մենք ծնողներով սովորական փոքրիկ ամանորյա տոնական հանդիպում ենք ուզում անել։ Մի քիչ երգ, մի քիչ ժպիտ, փոքրիկ նվերներ, իսկ հիմա այնպես է ստացվում, որ ամեն քայլի համար պիտի մտածենք, ում տեղյակ պահենք, ինչ ձևով նշենք։ Անգամ ծնողներից մեկը կատակում էր, այսպես որ գնա մի օր էլ կարող են ասել երեխային բերեք տեսնենք նոր, բայց այդ հումորի մեջ էլ իրականում մի քիչ անհանգստություն կար։ Մարզպետ Արեն Մկրտչյանը մեր հարցմանն ի պատասխան հերքել է սա ու նշել, թե կրթադաստիարակչական կամ տոնական միջոցառում չեն արգելել, միայն եւս մեկ անգամ հանձնարարել են զերծ մնալ ավելորդ դրամահավաքներից։